Պարոն Ղազարյան, համապետական ընտրություններին ընդառաջ, կարծես թե արդեն սկսվել է քարոզարշավը, դուք ինչ փուլում եք գտնվում այս պահին եւ ինչ աշխատանքներ եք կատարում, խնդրեմ։ Ճիշտ ասած, ընտրությունը ինձ համար նոր process չէ, ես կարծում եմ ցանկացած քաղաքական մարմին, ով փորձում է եւ ցանկություն է հայտնում շարունակել իր քաղաքական գործունեությունը, ընտրության նախորդ ընտրության հաջորդ օրվանից պետք է սկսի իր քարոզարշավը եւ իր խոստումների կատարումը։ Դա ինձ համար կոնկրետ եւ մեր թիմի համար ամենօրյա աշխատանք է, այդ քարոզչությունը նոր բան չի։ Եվ մենք փորձում ենք առավելագույն անել, որպեսզի մեր տված խոստումները կարողանանք մեր ընտրողներին այսպես ներկայացնենք, բնականաբար նաեւ մեր հետագա անելիքները նույնպես փորձում ենք իրականացնել ժողովրդի անմիջական շփումների, այսպես փոքր ավակների, ամենօրյա շփման եւ քաղաքացիների ընդունելության process-ում, կարճ ասած։ Ընդդիմությունը եւ իշխանությունը գտնում եք, որ հավասար պայմաններում են մրցակցում, հավասար պայմաններ են բոլորի համար, որովհետեւ մենք նկատում ենք, որ իշխանությունը կարծես թե փորձում է ընդդիմությանը ամեն կերպ խանգարել, ընդդիմությունը այդ մասին եւս խոսում է, եւս բարձրաձայնում է վերջին արգելքն էլ կարծես թե ընտրական օրենսգրքի փոփոխություններն էր։ Սա ինչպես կմեկնաբանեք դուք։ Տեսեք, ընտրական օրենսգրքի փոփոխությունը իրենք իբրև թե տեխնիկական թյուրիմացություններ բերեցին շտկելու, սակայն այդ խնդիրը սկսած 22 թվականից եւ 24 թվականին, 2024 թվականին ստեղ ընտրական օրենսգրքի ամբողջական եւ բուն քննարկման ժամանակ այդ խնդիրը կար։ Սակայն իրանք դրան չանդրադարձան եւ տեսնելով ճիշտ ասած այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի բարձրացող ռեյտինգը փորձում են ինչ-որ անվանետ կռիվ տալ մարդկանց, ազգանվանետ կռիվ տալ, փրկելով իրենց գաղափիժող ռեյտինգը, ճիշտ ասած։ Դա ընտրական օրենսգրքի այդպես լուրջ տեխնիկական փոփոխություն չէ, դա համակարգային փոփոխություն էր, բացի դա նաև միջազգային կազմակերպությունները կոնկրետ իրենց գրավոր շնորհիվ իրանք հաշվի տակ չեն պարտադրել, որ ընտրական օրենսգրքում այս փուլում ոչ մի փոփոխություն մի արեք։ Պետք չի որ ընտրական օրենսգրքին իրանք ամեն ինչ այսպես փորձում են ժողովրդին ցույց տալ, որ ստեղ բան չկա, տեխնիկական է, չգիտեմ, թվաբանական է, բառային խաղով։ Ունի վախետ մտահոգություններ։ Նաև իրանք այդպես ժողովրդի հետ շփվելուց զգացել են, որ փաստացի իրանք հակընկալիքներ են, որ կա ժողովրդի հետ չկա, եւ ամեն ինչով, ամեն մի լծակ օգտագործեն, որպեսզի փորձեն այսպես ընդդիմությանը ճնշել, վախեցնելու մեթոդ կլինի դա, բռնաճնշում կլինի, ռեպրեսիվ մեթոդներ կլինեն, ամեն ինչ կարեն, որպեսզի փորձեն վերընտրվել եւ իրենց աթոռը պահել, այնքան բնական է ամեն ինչ։ Այսինքն դուք եւս գտնում եք, որ այս փոփոխությունը պայմանավորված էր հիմնականում ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքով, որ դաշինքի մեջ Սամվել Կարապետյանի անվանումը չլիներ։ Ձեր խոսքից այդպես հասկացվեց։ Ճիշտ ասած, ես կոնկրետ կուսակցությունների եւ դաշինքներին չեմ կարողանում, չեմ ուզում անդրադառնալ, բայց մեկ բան փաստ է, որ ամեն մի մեթոդ կիրառվում է իրանց կողմից, որպեսզի ընդդիմադիր քաղաքական ուժերին փորձեն թույլատնել, այսպես ճնշել, որպեսզի կարողանան իրենց նպատակին հասնել։ Նաեւ ինչու՞ չէ, նաեւ կարելի այդպես էլ բնութագրել, որ եթե դաշինք չի, բայց հար նաեւ կարող մեր դաշինքն էլ ուրիշ անուն ունենար պայմանական, իրանք այսպես անձի անվան, ազգանվան հետ են արդեն փորձում կռիվ տալ էլի։ Եվ հանդրությունն էլ խոսում, ինչպես նաև ինձ մոտ էլ դա իմ կարծիքն է, սուբյեկտիվ նաև, որ կապված կարող է լինել Սամվել Կարապետյանի անվան հետ, ազգանվան հետ, էլի։ Ինչ վերաբերում է վարչական լծակներին, դրանք ակնառու են եւ մարզային այցելությունները իրենց իբրև թե ներքին քարոզչության ընթացքում, եթե գնում ես տեղում դա աշխատանքային այս չէ, քաղաքական խոստում ես տալիս։ Այ ձեր ասածը արա, որ ձեր ճանապարհը ասֆալտապատիվ է, այ ձեր ասածը արա, որ շնայց են բանի ասում են, որ մենք այսպես միջոցներ չենք ներդնում, բայց խոստումն էլ միջոց է, էլի, ասենք, իրանք փորձում են հեռու մնալ, բայց այնքան ակնառու է, որ այդ ամեն ինչը իրանք սկսել են դեռևս շուտվանից իրենց քարոզչությունը, ներքին քարոզչության անվան տակ եւ լայն քարոզություն են իրականացնում, որպեսզի փորձեն ժողովրդի պուլսը ստուգել եւ կարողանան հնարավորինս պահպանել իրենց գաղափիժող ռեյտինգը եւ աթոռները, այդպես ասած։